այդ հարցը ողջույն հպարտան։ Պարոն վարչապետ, անդրադառնալով նորից 8 տարի առաջ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Սերժ Սարգսյանը այսօր հայտարարություն է տարածել եւ նշել, որ 2018-ին վարչապետ առաջադրվել է միաժամանակ ամենաճիշտ եւ ամենասխալ որոշումներ եւ որ բանակցողին փոխելը հանգեցրեց աղետի։ Արդյոք ձեր կարծիքով, պարոն վարչապետ, մինչ այդ տարվող բանակցությունները իրականում ապահովում էին Ղարաբաղի անվտանգությունը, թե հենց այդ քաղաքականությունն էր ստեղծել այդ ռիսկերը, որոնք հետո հանգեցրեցին պատերազմի։ Նաև Սերժ Սարգսյանը իր այդ հայտարարության մեջ խոսել է իր տեքստի մասին, որտեղ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, ու ասում է, որ շահառուներից մեկը, որը խմբագրել էր տեքստը, ու ողերի մենքերը հետագայում մանիպուլացրել են, պարոն վարչապետ, ճիշտ է, հարցը ուղիղ ձեզ չի ուղղված, Սերժ Սարգսյանին պետք է երևի տանք, բայց քանի որ հիմա հնարավորություն չկա իրեն հարցնելու, ձեզ եմ հարցնում, դուք գիտեք ով է եղել է շահառուն, որը փոխել է տեքստը եւ այն ողերի մենքերը, որը հետո մանիպուլացրել է։ Ինչ ասեմ, չգիտեմ բնականաբար։ Գուցե եթե տենց խնդիր ունենայի իմանալ, գուցե հնարավոր լիներ ինչ-որ տեղեկություններ իմանալ, բայց չեմ կարող որևէ բան ասել։ Ինչ վերաբերում է, գիտեք ինչ, Ղարաբաղի հարցի հետ կապված ամեն ինչ ասված է։ Մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա։ Եվ նախորդող ողջ շրջանը 94 թվականից հետո եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին։ Հասկանում եք, պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, որովհետև պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել։ Ես նախորդ օրը էլ եմ ասում, մեր ընկալման մեջ այդ կա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այդպես չի։ Մենք չենք ունեցել ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն։ Մենք ունեցել ենք պատերազմ տարբեր ինտենսիվությամբ։ Որովհետև հիմա եթե կա անհրաժեշտություն, այսինքն ես նախորդ օրը ոնց որ ամբողջ ցանկը հրապարակեցի, թե որ թվին ինչքան զոհ է եղել։ Այսինքն դա եղել է անընդհատ պատերազմ։ Եվ այն որ այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չի հետաձգել, ինքը Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլի չեմ էլ հիշում 17-ին թե կանիսին ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն, գիտեք ինչ, բայց ես կարծում, տեսեք, ես ուզում եմ մի հետաքրքիր հանգամանքի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ Մի ժամանակ մեզ ուղղված մեղադրանք կար, որ մենք անդադ խոսում ենք նախկին, էլի անցյալի մասին ենք խոսում, էլի անցյալի մասին ենք խոսում, եւ բանը հասավ այնտեղ, որ ես ինքս խորհրդանի ամբիոնից մեր գործընկերներին, այդ թվում քաղաքացիական պայմանագրի, ընդունեցի ասի ժողովուրդ, ոնց որ մենք իսկական շատ ենք այդ նախկինի մասին։ Եկեք մի հատ այդ թեմայից դուրս գանք։ Հիմա բանակցային փաթեթները հրապարակեցինք, չգիտեմ, բոլոր հարցերին պատասխանեցինք, ամեն ինչը, զգում եք, որ չի հաջողվում։ Չի հաջողվում դուրս գալ այդ խոսակցությունից։ Հիմա էլ նոր բացահայտումներ են։ Որևէ մեկը մտածում է, որ 44-օրյա պատերազմի մասին կարա լինի նորություն, որ միջև մի հանրությանը չգիտի, ով որ այդպես մտածում է, անկեղծ չի, կեղծում է, որովհետև հանրությունը 44-օրյա պատերազմի մասին գիտի բացարձակապես ամեն ինչ։ Եվ որևէ զեկույցի հրապարակում, որևէ զեկույցում նոր բան չի լինելու, որովհետև ամեն ինչ ասված է։ Դրա հերթն էլ կգա։ Հիմա էլ եղար, չէ, բանակցային փաթեթը Քիվեստում սենց էինք անելու, նենց էինք անելու, այնտեղ նենց ուր են։ Հիմա ես չէին գալիս բանավեճի։ Թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թուղթ ու գրիչը վերցնեն, մեր հրապարակած փաթեթով տող կարդան։ Ասեն, այ տեսեք, ստեղ էսա գրած։ Այնտեղ գրած է մի բան, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, լկտի ձևով խաբել ենք։ Ղարաբաղի շարժումը չի ծառայել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին։ Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ընկալել են եւ ուզեցել են, որ հայ ժողովուրդը
Հայաստանի Հանրապետությունը երբեք զոհի կարգավիճակից դուրս չկա։ Եվ ես ավելի վստահ եմ ասում, որ ես հիմա հպարտ եմ, որ մեր պետությունը այդ թակարդից դուրս են բերել։ Այո, զոհերի ու զոհողությունների գնով, բայց եթե ես էլի անկեղծորեն նվիրված չլինեի այդ իդեալներին, ես այս ճանապարհով չէի կարող անցնել, եթե ասեի, հա դե լավ դե հիմա։ Ինչ է չի ասվել, ամբողջ փաթեթները հրապարակված են։